Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հետագան լուրերն են։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմինակ Աբրահամյանի ելույթը Սևրի Դաշնակցի 106-ամյակին։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի, Արցախի հանձնաժողովի նախագահ Աշոտ Հարությունյանի ելույթը Սևրի Դաշնակցի 106-ամյակին։ Հայ ճամփար ռազմահայրենասիրական ճամփարը կշարունակի իր առաքելությունը։ Ստեփանագերդի մայր տաճարի ոչնչացումը պետք է դառնա միջազգային օրագարկի հարց։ Մշակութային ժառանգության պահպանման առաջնակիցին վրա։ Բնակրաված հադրութի մեջ պղծված է Սուրբ Հարություն հայկական եկեղեցին, հավերժ 36 տարեկան, Արցախի փարփարը։ Սևրի Դաշնակցի 106-ամյակին նվիրված իր ելույթին մեջ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմինակ Աբրահամյան անդրադարձած է Դաշնակցին պատմական եւ իրավական նշանակության, ընդգծելով, որ անիկա փակացած էր 433 հոդվածները եւ կներառեր բազմաթիվ փոխկապակցված իրավական թրույթներ։ Նախագահը նշած է, որ Սևրի Դաշնակիրը միայն մեկ փաստաթուղթ չէր, այլ լայնածավալ միջազգային իրավական համագարկմը, որ կվերապերեր Օսմանյան գայսրության հետ պատերազմյան ղեկավարման։ Դաշնակցին կարևոր բաղադրիչներ են մեկն էր նաեւ ազգերու լիգայի կանոնադրության ընդունումը։ Արմինակ Աբրահամյան անդրադարձած է նաև Թուրքիայի եւ եվրոպական պետություններու հետագա հարաբերություններուն, նշելով, որ Սևրի Դաշնակցի շարք մթերույթներ դարբեր ծևերով իրենց արդացոլումը կդածեն հետագա միջազգային գործընթացներուն մեջ։ Ելույթին հաջորդ բաժնին մեջ նախագահը նախադեсած է ավելի մանրամասն ներկայացնել Դաշնակցին առանցին բաժիններն ու անոնց իրավական նշանակությունը։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի, Արցախի հանձնաժողովի նախագահ Աշոտ Հարությունյան Սևրի Դաշնակցի 106-ամյակին նվիրված իր ելույթին մեջ կարևորեց հայ ժողովրդի պատմական եւ իրավական իրավունքներու միջազգային պաշտպանությունը, ընդգծելով Սևրի Դաշնակցի 88 եւ 90-րդ հոդվածներու եւ Վուդրո Ուիլսոնի 1920-ի իրավարար վճիրի նշանակությունը։ Ան նշեց, որ պայքարը պետք է շարունակվի միջազգային իրավունքի, դիվանագիտության, գիտության եւ միջազգային հանրային գործիքի հարթակներու վրա։ Դառնալով Արցախի հարցին, շեշտեց հայության անվտանգության, արժանապատիվ վերադարձի եւ իրավունքներու պաշտպանության միջազգային օրագարկին պահպանումը։ Հարությունյան նաեւ կարևորեց Հայաստանի Հանրապետության եւ Արևմտյան Հայաստանի Հանրապետության միջև գործառույթներու բաժանումը մրցակցության փոխարեն մեկ ազգային նպատակի շուրջ համախմբված եւ երկարաժամկետ պայքարի համար։ Հայ ճամփար ռազմահայրենասիրական ճամփարը Վասկեն Սիսիլյանի գլխավորությամբ կշարունակի իր առաքելությունը երիտասարդներու մեջ զարգացնելով հայրենասիրական ոգին եւ պաշտպանական գիտելիքները։ Տարբեր դարիքներու երեխաները կսորվին հայրենիքի պաշտպանության հիմունքները, կծանոթանան ռազմական պատրաստության ուղղություններուն եւ կմասնակցին ուսուցողական եւ խմբային ծրագիրներու։ Ճամփարային առօրյան կընդգրկե նաեւ աշխուժ հանգիստ, նոր գիտելիքներու ցերկբերում եւ նոր ընկերություններու հաստատում։ Հովիկ Ավանեսով ահազան կհնչեցնե Ստեփանագերդի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի ոչնչացման մասին։ Անոր խոսքով արբանյակային դվյալները կվգային, որ տաճարը ոչնչացված է մարտ 3-ին ապրիլ 2-ի միջև։ Ավանեսով կշեշտե, որ տաճարի ավերումը պետք է դառնա միջազգային իրավական եւ քաղաքական օրագարկի հարց։ Ան կնշե, որ Արցախի հայկական մշակութային ժառանգության թեմ գործողությունները համագարկային են, ընդգրկելով եկեղեցիներ, վանքեր, գերեզմանատուներ, խաչքարեր եւ այլ հուշարձաններ։ Ան միջազգային հանրության գոչ կնե հայտարարություններն անցնելու գործական քայլերու, մշտադիտարկման, անկախ ուսումնասիրություններու, իրավական փաստագրման եւ պատասխանատվության մեխանիզմերու գիրառման միջոցով։ Արցախյան մշակութային ժառանգության պահպանումը ազգային ինքնության պահպանման կարևորագույն երաշխիքներն մեկն է։ Գաճար գիտական կենտրոնը կշարունակի իր առաքելությունը ուսումնասիրելու, արժևորելու, պահպանելու եւ հանրության ներկայացնելու հայկական պատմամշակութային ժառանգությունը։ Կենտրոնի գործունեությունը կընդգրկի նաեւ գիտական ուսումնասիրություններ եւ հանրային իրազեկման աշխատանքներ, նպատակ ունենալով պահպանել պատմական հիշողությունն ու մշակութային արժեքները։ Պահպանել ժառանգությունը կնշանակի պահպանել մեր ինքնությունն ու ապագան։ Հասարակական գործիչ Ալեն Օլյան կգրե, թե ադրբեջանական ընկերային ցանցերու մեջ հրապարակված տեղեկություններն կբարձվի, որ բռնակրաված Արցախի հադրութի Սուրբ Հարություն հայկական եկեղեցին բացված է։ Եկեղեցին կառուցված է 1621 թվականին։ Պերծորի եւ Քաշաթաղի շրջանի բնակիչները Ռոբերտ Հրաչիկի Քալստյանը կհիշեն իբրև ընկերասեր, մարդամոտ եւ ժպտերես մարդ։ Ծնած է Երևան, ուսանած Մխիթար Սեպաստացի գրտահամալիրին, նկարչական կոլեջին եւ Շուշիի Գյուրջան Գիրարական արվեստի հիմնարկին մեջ։ Բանակին մեջ ծառայել է յետ, ընտանիքին հետ տեղափոխված է Պերծոր, իր ներդրումը բերելով քաղաքի կյանքին։ Պատերազմը սկսել են յետ 2020-ի սեպտեմբեր 29-ին կամավոր մեկնած է Չրագանի ուղությամբ։ Քանի օր անց ստացված է անոր նահատակության լուրը։ Ռոբերտ Քալստյանի հիշադակը կշարունակի ապրիլ ընտանիքին, ընկերներուն եւ Քաշաթաղի բնակիչներուն սրտերուն մեջ։
Արցախի մշակույթի նախարարությունը ողջունած է Արցախի Փարփարը արդի ստեղնաշարի եւ փարերու կանխադեսման համագարկին մեջ ներառելու նախաձեռնությունը զայն լեզվական եւ մշակութային ժառանգության բաբանման կարևոր քայլ համարելով։ Նախագծին հիմքը հետազոտող Արմեն Սարգսյանի ակադեմիական աշխատանքն է, որ ապահոված է Փարփարի փարաբաշարի վավերականությունը։ Նախարարության գնահատմամբ թվային միջավայրին մեջ Փարփարի գործածությունը կրնա նպաստել անոր աշխուժացման, մոռացումե պաշտպանության եւ հաջորդ սերունդներուն փոխանցման։ Նախարարությունը շնորհակալություն հայտնած է նախաձեռնության հեղինակ Ալբերտ Հարությունյանին եւ նախագծին մասնակցած մասնակիցներուն։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախադեсած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։